Ես իբրև քաղաքական ուժի առաջնորդ համարում եմ, որ իմ ասելիքը գաղափարախոսություններին է միտված։ Ես գործ չունեմ դիմացիս անձի որակական հատկանիշների հետ, առավել ևս, որ մեծ հավանականությամբ ես նրան չեմ էլ ճանաչում որպես մարդ, որպես անձ։ Նրա ընկերները, նրա շրջապատը, նրա ընտանիքի անդամները թող խոսեն նրա որակական հատկանիշների մասին։ Եվ եթե ինչ-որ մի հանցավոր գործունեություն է ծավալել, թող քրեական եւ իրավական դաշտը պատասխան տա։ Ես փաստական իրեղեն ապացույցներ իմ ձեռքի տակ չունեմ այս կամ այն անձի նկատմամբ, որ ես կարողանամ թիրախավորել նրան որպես անձ։ Կարող եմ իմ մասնավոր կարծիքը ունենալ, որովհետեւ ի վերջո մենք մարդ ենք, իսկ մարդիկ միշտ համակրանքով եւ հակակրանքով փորձում են դատել միմյանց, բայց իմ մասնավոր կարծիքն է եւ դա իմ խնդիրն է։ Ես իրավունք չունեմ իմ մասնավոր կարծիքը այս կամ այն անձի վերաբերյալ տեղափոխեմ քաղաքական դաշտ։ Եթե ասելիք ունեմ, գաղափարախոսական ասելիք պետք է ունենամ։ Իմ քննադատությունը նրա որ քաղաքական գործունեության վերաբերյալ է, դա պետք է ասվի, սեղանի շուրջ դրվի եւ ներկայացվի կառուցողական քննադատության համատեքստում, ներկայացվի այլընտրանքային մոտեցումներ, որոնք որ մենք սատարում ենք եւ սպասարկում ենք։